Ես նկարեմ, որ Պորտոյում ենք այսօր ու սենց նավից իջանք, դեռ ոչինչ չկա անելու, ուղիղ սենց ճանապարհ է, ուրիշտեղ մենք չենք էլ կարողանա գնալ, սենց նավի երկայնքով գնում ենք դեպի Տախտակամածը։ Թեթև Անդրևային է թվում այսօր, բայց իրականում ինձ թվում է Անդրև հետո չի գա։ Գրած էր մի քիչ անպամած կարող է լինի, բայց 85 աստիճան Ֆարենհայթ պետք է լինի, դա բավականին բարձր ջերմաստիճան է համարվում։ Շատ ահավոր շոկ չեմ կարծում, որ լինի, որ չդիմանանք։ Մենք ամեն շոկին, ամեն պայմաններին էլ կդիմանանք։ Մենակ դուրս գանք, տեղեր գնանք։ Այս մեր նավն է, տեսնում եք։ Հետևից մարդիկ սենց կամած դուրս են գալիս այս կողմից։ Հիմա մենք գնում ենք այդ տերմինալը, որի միջով պետք է անցնենք։ Ըստ մեր ենթադրության պետք է դուրսը ինչ-որ տուրեր լինեն, առաջարկներ տուրերի լինեն, բայց կլինի թե չի լինի, թե մեր բախտից։ Ուրեմն մենք նստանք այս ավտոբուսը, գեյթ է տանելու մեզ, ուրիշ բան չկա ստեղ։ Մենք հենց նավից որ իջնում ենք, ոչ մի բան չենք կարող այդտեղ անել։ Այդտեղ նույնիսկ չի կարելի քայլելով գալ այդտեղ հասնել։ Ճիշտ է, ճանապարհ կա, բայց մեքենայի ճանապարհ է, ոտքի ճանապարհ չկա։ Դրա համար այս բասը իր վերում է մեզ տեղը հասցնում միտեղ, որտեղ այս գեյթի դեմը արդեն նոր կարելի է ինչ-որ էքսկուրսիաներ վերցնել, տաքսիներ վերցնել, ավտոբուս վերցնել եւ գնալ։ Այստեղ է շատ էլ ուրիշ տարբերակներ չունենք։ Բոլորը այս կարմիր շորով տուրի աղջիկներն են, Tour for Cruisers-ն են։ Իրանց տուրերն ենք վերցնում 25 եվրոյա կարծեմ, հա։ Ու մի 4 տեղ տանելու են, իջացնեն ամեն տեղը մի կես ժամ, 40 րոպե տալիս են, էտա ուրիշ տարբերակ չկա։ Կամ էլ պետք է տաքսի վերցնես, ինքնուրույն գնաս, քաղաքի կենտրոնն է, երկու միանում են, տաքսի են նստում։ Երրորդ տարբերակն է, այնտեղ ինչ-որ բաս կա, 500 համարի բասն է, այստեղ էս մոտակայքում կանգնում է, այդ բասը նստում ես, քաղաքի կենտրոնն է տանում, հետո այդ բասը նստում ես, հետ ես գալու։ Այն է հետաքրքիր, որ ասենք ուրիշ տարբերակներ չկա այս մի տուր կամփանին է, որ այստեղ եւ նախորդ նավահանգստում, Բիլբանոյում եւ այստեղ Լաքարոնայում բոլոր տեղերը իրանք են ոնց որ գերիշխում։ Տարբերակ ուրիշ չունենք ընտրության։ Մենք էլ պետք է նստենք public bus-ը, այնտեղով գնանք։ Չգիտեմ, քան որ ժամանակը քիչ է, երևի ճիշտը սա է։ Choosing us once again. So you can see that today we are again very lucky with the weather, and let's make our day wonderful here in Porto, the country. It's one of the oldest cities in Europe with a history going back more than 2,000 years. The city grew from a small Celtic and Roman settlement called Portuscale, a name that eventually gave Portugal its name. Մեր գայդը ուկրաինուհի էր ու ընդհանրապես այս տուր կամփանիում շատ ուկրաինացիներ էին աշխատում ու ահա որ ուկրաինական ակցենտով էին խոսում։ Պորտուգալիայի թերևս ամենատպավորիչ եւ հիշարժան վայրը Պորտո քաղաքն է։ Հենց Պորտոն էր, որ երկրին տվեց իր անունը Պորտուգալիա, քանի որ այն մի ժամանակ երկրի մայրաքաղաքն է եղել։ Պորտվեյն խմիչքը իր անունը ստացել է եւս Պորտո քաղաքից։ Պորտոն երկրի գինեգործության մայրաքաղաքն է։ Երբ մարդիկ խոսում են պորտուգալական գինու մասին, նրանք նկատի ունեն Պորտոյի գինին։ Պորտոն երկրի երկրորդ ամենամեծ քաղաքն է եւ նրա նախկին մայրաքաղաքը։ Պորտոյի պատմությունը սկսվում է 5-րդ դարում, երբ հռոմեացիները ժամանեցին եւ հիմնադրեցին Portus Cale քաղաքը, որը հետագայում իր անունը տվեց ամբողջ տարածաշրջանին Պորտուգալիային։ Մենք Պորտոյի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկում ենք եւ հիմա անցնելու ենք շատ հետաքրքիր մի քանդակի կողքով, որի հեղինակը Ջանետ Էչելմանն է։ Այս քանդակը հետաքրքիր անունը նշանակում է նա փոխվում է։ Սա եռաչափ բազմաշերտ ցանց է, լողում է Սիդարթ Սալվադոր հրապարակի վրայով։ Այս քանդակը օգտագործում է քամու ուժը
եւ իրենից ներկայացնում է ճկուն փափուկ թաղանթների հավաքածու։ We're going to see in the city of Porto, and it marks the border between Matosinhos, because this is the other city next to Porto, and Porto. Ինչ իմաստուն է սա։ So this work has the name She Changes, and locally it's known as Anemone. She Changes is a 50-meter high sculpture by American artist Janet Etchelman. The three support poles range in height from 25 to 50 meters in order to hang the 20-ton 45-meter diameter steel ring at an angle to the ground. The net is woven together from 36 individual sections of varying densities, which give the net its shape. Բացի նրանից, որ ապակու միջից եմ ես նկարում, նաև օդը շատ մշուշապատ էր առավոտյան, հետո եղանակը իհարկե բացվեց, նկարները եւ վիդեոների որակը ավելի լավ ստացվեցին, բայց առավոտյան շատ մշուշապատ էր եւ շատ դժվար էր հստակ նկար ու վիդեո ստանալ։ Պորտուգալիայի ամենահետաքրքիր ազգային խորհրդանիշներից մեկը Բարսելոսի աքաղաղն է։ Այն ներկված է կարմիր եւ գեղեցիկ սիրուն աքաղաղ է իրենից ներկայացնում։ Միջնադարում հյուսիսային Բարսելոս քաղաքում հանցագործություն է տեղի ունենում։ Հանցագործության ճշգրիտ բնույթը պարզ չի եւ կան տարբեր տարբերակներ, սակայն բոլոր լեգենդներն ավարտվում են նույն կերպ։ Հանցագործության մեջ մեղադրվում է քաղաքում գիշերած մի ուխտավոր։ Նա մեղ էր եւ դատավորին հայտարարում է. «Եթե ես չեմ ստում, թող խորոված աքաղաղը բարձրաձայնի ձեր սեղանից եւ կանչի»։ Եվ ահա աքաղաղը կանչեց, եւ այն դարձավ արդարության եւ ողորմածության խորհրդանիշ։ Պորտուգալիայում ամենտեղ հուշանվերների խանութից կարելի է գնել այս աքաղաղի կերպարով տարբեր հուշանվերներ։ Մյուս խորհրդանիշներից մեկը Պորտուգալիայի ազուլեժուն է։ Ազուլեժուները պորտուգալական սալիկներ են, որոնք դարձել են երկրի խորհրդանիշ եւ նրա մշակութային ժառանգության կարևոր տարրը։ Դրանք կարելի է տեսնել այստեղ բառացիորեն ամենտեղ, շենքերի, եկեղեցիների պատերին, սովորական տների ճակատների։ Ազուլեժուները պատրաստում են կավից, կապտասպիտակավուն փայլ ունեն, թրծում են եւ յուրահատուկ փայլ են տալիս։ Սալիկները լինում են բազմազան ձևերի, չափերի, քառակուսիներից մինչև 6 անկյունը։ Հուշանվերների խանութներում վաճառվում են դեկորատիվ սալիկներ եւ դրանց հետ կապված իրերի լայն տեսականիներ։ And we have a tram outside, especially for us. There are very interesting American wagons, tractors pulled by animals, and mostly horses, which first ran in Porto in 1872. Place and really has the historical value. So now we are entering in this main square, and you can see these big gardens on your left hand side. And on your right hand side you're going to see the country district court of Porto with the figure of justice. The next building we're going to see on our right hand side is going to be the old prison and the court. The prison has housed many prominent people and the most famous characters in the history of... Let's speak a little bit more about the tower. It was built in the 18th century and the bell tower was a project by the Italian architect Niccolò Nasoni, who also designed other important buildings in Porto. The Gladius Tower is an example of Baroque architecture with its many statues of saints, prominent cornices and balustrades. So now author Joan K. Rowling lived in Porto for some time in early 1990s, taught English and also she spent time in the Lelo bookshop. An arcade is the curved wooden staircase that leads to the open upper floors. The winding staircases of Hogwarts are supposedly inspired by Lelo's staircase. The students' clothing at the school is also reminiscent of that
of students of Porto, because on our left hand side we now can see the University of Porto, and the students wear a black suit and a black coat, similar to a tunic. The University of Porto is one of the main universities in Portugal, and it has about 28,000 of students. Բայց այդ անպայման է եկեղեցի մարդիկ նկարվում են։ Մենք Պորտո քաղաքում ենք, Պորտոյի կենտրոնում ենք արդեն, մեզ ավտոբուսը իջացրեց։ Հիմա մենք անցնելու ենք Պորտոյի ամենահայտնի եկեղեցիներից մեկի մոտով, որը ունի ամենաբարձր զանգակատունը։ Աշտարակահեշտ է գտնել, բարձր զանգակատունը տեսանելի է Պորտոյի գրեթե յուրաքանչյուր վայրից։ Ամենահայտնի գրքերի խանութն է, Տոմսը նախորոք ենք գնում։ Ու միշտ սենց երկար հերթ է լինում, ստեղ Հարի Փոթերը ասում են, ստեղ են, գրողը ստեղ է, մտահաղած է այդ պայծառ գրքի մոտիվները։ Նկարեցի՞ր, մի հատ ինձ ստեղ նկարի էլի։ Գրախանութ է, որտեղ այդ Հարի Փոթերը կարծեմ հեղինակը եկել նստել աստեղ գրել է, չնայած իրականությունն է, ոչ իրականությունն է, ոչ այդպես չգիտեմ, սենց միշտ երկար հերթեր են լինում, մարդիկ այս գրախանութը մտնելու համար եւ կարելի գրքեր գնել, տոմսերը նախորդ են վաճառում, այդտեղ մտնելը շատ դժվար է եւ մենք իհարկե այսօր ժամանակ չունենք մտնելու։ Պորտուգալիայի ամենահին եւ ամենագեղեցիկ գրախանութներից մեկի ներսի մասն եմ նկարները ես տեղադրել եմ ինտերնետից եմ վերցրել։ Այս փոքրիկ գրախանութը կառուցվել է 1906 թվականին։ Համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես Հարի Փոթերի հեղինակի ոգեշնչման աղբյուր։ Ինչքանով իրական է ոչ մեկը չի կարող ասել, սակայն մի փաստ հստակ է, հեղինակը Ռոլինգը Պորտոյում ապրել է, աշխատել է անգլերենի ուսուցիչ եւ հանգստյան օրերին այցելել է այս գրախանութը։ Եթե ազատ լինեի, երկար ժամանակով գայինք այս քաղաքը, տոմսը նախորոք առնեի, ազատ կմտնեի այստեղ, որովհետև մեծն է շատ հետաքրքիր, բայց հիմա չեմ կարողանա դա անել։ Հիմա գնում ենք այս իրանց ամենահայտնի, ամենաշատ նկարվող տեղերից է, արագացա, որտեղ ժամանակ չունեցել է այս իհարկե։ Այս պատերի վրայի զարդանախշերը շատ հայտնի են Պորտոյում։ Այս կապույտը հատկապես։ Այս են հրապարակն է, եւ հիմա գնալու ենք այդ եկեղեցու մոտ նկարվենք։ Ինձ թվում է, որ ստեղից ավելի լավ նկար կլինի, սպասի հələ։ Մենք անցնում ենք Պորտոյի երկու հայտնի եկեղեցիների կողքով, որոնք բաժանված են նեղ 1 մետր լայնությամբ փոքրիկ տնով, որը կառուցված է վանականներին եւ միանձնույններին բաժանելու համար։ Երբ անցնում ես կողքով, միանգամից չես նկատում, որ այդ երկու եկեղեցիների միջև այդ տարածքը կա, այսինքն 1 մետր երկարությամբ շենքը։ Շատ պատմություններ կան այս շենքի մասին, որոնցից մեկը ասում են, որ երկու եկեղեցիները միմյանց կողքի չի կարելի եղել կառուցել, դրա համար այդ երկու եկեղեցիների միջև այս 1 մետր երկարությամբ շենքը կառուցել են, որպեսզի իբր առանձնանան այս երկու շենքերը։ Երկրորդ տարբերակը նա է, որ դա արել են, որպեսզի վանականների եւ միանձնույնների միջև բաժանում լինի։ Այս մասը էս էր, ուրիշ կազեմ, ուրիշ շատ բան ես չեմ կարա հիմա հիշեմ։ Գնանք այդ բասի այգու մոտ են նկարվենք, մի հատ էս նկարես է։ Թե անպայման, արի։ Պորտոյում ամենաշատ նկարվող տեղերից է, արի։ Ամենասիրուն ու ամենտեղ ես հանդիպել է ինձ Պորտոյի ես նկարներում։ Սա իսկապես շատ սիրուն է, ինքնատիպ է։
Չեմ ուզում գնամ։ Այս Պորտոյի ամենահայտնի տեղերից մեկն է։ Բոլոր նկարներում, բոլոր տեղերը, որ Պորտոյի հետաքրքիր վիզիտինգ տեղերն է, այցելության տեղերն է, այս գեղեցին է այս բանը կա։ Պատերը անցեն, որ այս ամբողջ հետաքրքրությունը այս պատի մեջ է, այս պատը երևա էլի, ապտես սկսել ես նկարել, նորմալ է, այս ամենասիրուն տեղերից մեկն է Պորտոյի, հավատացեք, մյուս ամենասիրուն տեղերը դեռ երբևէ չեմ եղել, բայց սա ամենասիրուն տեղերից մեկն է, ինչքան նայում էի նկարներում, ուզում էի անպայման ստեղ գալու, անպայման ստեղ նկարվել, նենց որ իմ երազանքներից մեկն կատարվեց։ Արևը դիմացն է մի քիչ հաջող չի, բայց էլի ինչ-որ պատկերացում ստանում ենք, էլի։ Այդտեղ արձաններ են, այգիներ են, գեղեցիկ շենքեր են, շենքերի վրա այդ զարդանախշերն են հատուկ, իրենց բնորոշ հեսա, նայի։ Հիմա տեսնենք էսում արձանն է։ Անտոնիո Ֆերեյրա Գոմեսի արձանն է, պայքարել է սոցիալական արդարության, խոսքի ազատության համար։ Արձանը պատկերված է Գոմեսին իրեն հատուկ յուրահատուկ ակնոցներով եւ այս մարդը նաեւ եղել է արդեն Պորտոյի եպիսկոպոսը որոշակի ժամանակահատվածի համար։ Անտոնիո Ֆերարի Գոմես Տրամվայի հետ նկարվենք։ Աղուս տրամվայ չէ, ինքս շատ կունը ֆիլմ տրամվայ է։ Փաստները նկարենք, շատ եվրոպական թղթակներ են, էլի, այստեղ համով են, ամերիկյանի նման բաներ են։ Ո, էս է հայտնի։ Այլա, Վեստրետը ճիշտ չէ, վեստրետը ամենայն դեպս վեստրետին կասեցին ամենահամուղ տեղերից մեկն է, այս երկու տեսակը վեստրետին, հիմա կփորձենք տասենք ձեզ։ Ծրվենք, մի կտոր վերեստեղ փորձենք դուսենք, ասեմ համով է, թե համով չի, մեջը ինչ է։ Համով է, չիզքեյքի նման բան է, որոքի ինչ-որ բան է մեջը, այդ շատ համով է։ Ճիշտ եմ առուտ է չէ չգիտեմ։ Bestia. Versus No te bestia. Ամովա։ Անջեր։ Պորտուգալիան ամբողջ աշխարհում հայտնի է պաստել դել նատայով, փխրուն խմորով, շերտավոր, կրեմային ձվի կրեմով, միջուկով եւ դարչինով։ Այս թխվածքը ունի հետաքրքիր պատմություն, շատ առաջներում ծխական վանքերը մեծ քանակությամբ ձվի սպիտակուց էին օգտագործում հագուստները օսլայացնելու համար եւ դրա համար ձվի դեղնուցը ավելանում էր եւ նրանք ձվի դեղնուցով հատուկ բաղադրատոմսով սկսեցին պատրաստել այս պաստել դել նատայան։ Հետագայում այս խմորեղենը տարածվեց նաեւ ամբողջ Պորտուգալիայով։ Մեծ շերտավոր խմորով ավելի սիրեցի։ Նա կասեն է չտես գերմանիշները, թխված չեն տեսել։ Տեսել ենք, շատ ենք տեսել։ Բայց Պորտոյինը ուրիշ է։ So very soon we're going to see the old train station, which is Sao Bento station. And the first trains started to go from here as early as 1896. The station is... Պորտոն Սան Ֆրանցիսկոյի նման բարձրությունների վրա է գտնվում, դարերի, դիքերի վրա է գտնվում, տարբեր լեվելներ ունի, մակարդակներ ունի ու բավականին դժվար է ման գալը, որտեղ անդադ բարձրանում ես, իջնում ես, բարձրանում ես, իջնում ես եւ հիմա պատերին ուշադրություն դարձրեք, հիմա դուք կտեսնեք այդ ազուլեժները, խճապատկերները,
սալիկներ։ Հայների Because մարտին it's a very, very special city Well, where such a history hard to and modern life represent such a nice mixture. Wins So, տարբեր են, speaking about the historical facts and the cathedral, Օ, իրանց սուվենիրների մեջ այս թայլերն ա մտնում, նայ, մարդիկ թայլեր են անում։ the cathedral is located on the site of the former Monasterio de Sao Bento de Ave Maria. Oh, sorry. We are already speaking about the Sec Cathedral. Yes. So, the construction. Կարմիր ա, It's վարդագույն ա, more than a church. It was also part of the city's defensive walls, which is why it looks a little bit like a fortress. Inside you will Մենք նորեն այս կողմում չէինք, մենք նոր։ Տղեր թայլեր կան բոլոր, նայ, So behind the corner, in front of us, this impressive building is a Sao Bento train station of Porto. And for sure, one of the main attractions in our next stop is going to be the Dom Luís bridge, because we can walk on top of this bridge. And this bridge is one of the 6 bridges of Porto, which was designed by the disciple of student, we can say, of Gustav Eiffel. And this is the famous Arch Bridge, which shows us one of the most emblematic pictures of Porto. Դեմ Լուիս Կամուրն են գնում, որը նախագծել է Գուստավ Էյֆելի տաղանդավոր ուսանող եւ աշակերտներից մեկը։ 1886 թվականին կառուցվել է այս խորհրդանշական երկհարկանի երկաթե կամարաձև կամուրջը եւ Պորտոյի երկու հատվածները միացնում է միմյանց Դուրո գետի վրայով։ Կամուրջը ունի երկու մակարդակներ, կամուրջը կարելի է անցնել ինչպես վերևից, որտեղից ընթանում է գնացքը, այնպես էլ ներքևից։ Երկու հարկերն էլ հետիոտների համար հասանելի են։ Արդեն ասեցի, որ կառուցել է Գուստավ Էյֆելի նախկին գործընկեր Թեոֆիլ Սեյրինգը։ Կամուրջը կառուցումը ավարտվել է 1886 թվականին 172 մետր երկարությունով։ Մենք դեպի բրիջը, որը Էյֆելի աշակերտներից մեկն է նախագծել։ Կամուրջի վրա ենք մենք։ Այ այստեղ շատ սիրուն է, բասի։ Մի րոպե մի հատ։ Սեք ինչ հետաքրքիր սիրուն տեսարան է։ Բոլորը եկել են այս կամուրջի վրայից նկարվում են։ Այս կամուրջը կարելի է եւ վերևից նկարել եւ ներքևն ասում են շատ սիրուն է։ Մարդիկ էլևատրով իջնում են ներքև հատուկ։ Ու ներքևից էլ են նկարում, որովհետեւ ներքևում էլ է շատ սիրուն։ Հայտնի կամուրջի վրա են կանգնած, որը Էյֆելի աշակերտներից մեկն է նախագծել, անունը հետո կասեմ։ Այս կամուրջը ունի երկու լեվել, երկու մակարդակներ, մենք վերևում ենք, ներքևից էլ է շատ հետաքրքիր, ասում են, որ ուղղակի ժամանակը երևի չերիկի չկարողանանք իջնել ներքև, կամուրջի վրա եւ մարդիկ են քայլում եւ այս տրամվայներն են գնում։ Ասի Պորտուգալի Պորտո քաղաքի մեջ։ Պորտո քաղաքում ենք, Պորտուգալիայում։ Եվ այսօր օգոստոսի 16-ն է այսօր, օգոստոսի 16-ն է Պորտո։ Մենք էլ ենք հետ վերադառնալու արդեն։ Ժամանակ չունենք։ Բա հետ վերադառնանք ինչ անենք։ Շատ սիրուն է։ Սամ Սիբիա ռեժիսոր։
Պորտո քաղաքում։ Hazırız şey. Նոտկաները չկան հայտակցքիր են նայվում ունեղ եկեղեցու զանգերներ կա Շատ կուզենայի իրենց կայարանն է գնան բայց չկան հասկացա այդ կայարանի շենքը չի տանելու իսկ կայարանի շենքը շատ հայտնի է իրենց որտև ամբողջ մեջը իրենց հայտնի սալիկ ապած այդ սալիկներն է պատերի վրա ու այդ սալիկները պատերի վրա իրենց ամբողջ պատմությունն է ընդգրկում նկարները, պատմության նկարները հենց այնպես գունավոր սալիկներ չէին այլ իրենց պատմության նկարներն են շատ կուզենայի այդտեղ լինել հետո որ ստացվի մի հատ նկար կդնեմ կտեսնեմ հրաշք մի տեղ է եթե մյուս անգամ գամ արդեն ուրիշ մի բան կվերցնեմ որ տեղ էլ գնամ ես Թեկուզ ինքնուրույն։ Առաջի անգամ normal փոքր։ Այդ